Մեր փրկին Տեր Հիսուսի անունով գբարևենք ձեզ, սիրելիներ, եւ Աստծո սրտանց փառք ունենք այս բադեհության համար, որ մեզի գնձայ է, Աստծո խոսքը գսերդենք եւ աստվածային հայտնված ճշմարտությունները գճանանք հասկանալ։ Փառք ունենք այն բոլոր ճշմարտություններուն համար, որ Տերը հայտնած է եւ մեր հոգեվոր կյանքը գշինենք եւ մեր հավատքը գամբրաբնթենք այդ ճշմարտություններուն վրա եւ այսպես ամեն հովերե դարուփերված աստին անտին կացող եկող հավատացյալներ չեն գլար, հաբա մեր հավատքի մեջ հաստատ մնալով Տերոջը գծարայենք եւ անոր համար գաբրինք։ Աստծո շնորհքով պիտի շարունակենք առաջին Թեսաղոնիկեցոց 5-րդ գլուխին 3-րդ համարենը սկսյալ, որ այսպես կսե, երբ ըսելու լան թե խաղաղություն ու ապահովություն է, այն ադեն գորուստը հանգարձակի անոնց վրա պիտի հասնի հղիին երկունքին պես ու պիտի չազատին։ Այս համարին շուրջ խոսեցանք, երբ ըսելու լան խաղաղություն ու ապահովություն է, ով գսե այս աշխարհի մարդիկը, որոնք Աստծո խոսքը մեկ կողմ դրած են եւ մարդիկ, որոնք նոր սկզբունքներ որդեգրած են Աստծո խոսքին հագարակ, հագաքրիստոնեական սկզբունքներ, անոնք են, որոնք Աստծո հեղինակությունը գմերժեն եւ գուզեն իրենց խաղաղությունը բարդատրել, որ սուտ խաղաղություն մնա։ Ուրեմն մենք շատ լավ գիտենք, մենք չենք ըսեր մարդոց, որ այս աշխարհի մեջ խաղաղություն պիտի ունենանք, ապահովություն պիտի ունենանք, որովհետև գիտենք, որ այս աշխարհի իշխանը ով է։ Խաղաղության իշխանը Քրիստոս է, որ գուզե մարդոց սրտերը խաղաղեցնել, իսկ այս աշխարհի իշխանը մերցնող է, գործանող է, խռովություններ ստեղծող է։ Հետևյալ համարները գահստատեն, թե ով է այս աշխարհին իշխանը։ Դժբախտաբար գարտ մարդիկ չեն ուզեր հասկանալ, չեն ուզեր ընդունել, որ այս աշխարհի իշխանը Սատանան է։ Ուրեմն գարտամ Հովաննու 12:31, ուր այսպես կսե մեր Տերը. Հիմա է այս աշխարհին դադաստանը, հիմա այս աշխարհին իշխանը դուրս պիտի ցկվի։ Իսկ 14:30-ի մեջնալ այսպես կսե մեր Տերը 14:30 Ալ ցեզի հետ շատ պիտի չխոսիմ, վասնզի այս աշխարհին իշխանը գուքա եւ իմ վրաս փամը չունի։ Հասկացաք ով է այս աշխարհին իշխանը։ Այնպես որ 16-11-ն այսպես կսե Հովաննու 16-11 գսե Եվ Թադաստանի համար, որ այս աշխարհին իշխանը թադաբարդված է, եթե գարտամ 8-րդ համարեն հստակ կլա, գսե եւ ինք երբ կա աշխարհը պիտի հանդիմանե, Սուրբ Հոգին գագնարգե, մեղքի համար եւ արդարության համար ու Թադաստանի համար, մեղքի համար, որ ինձ չեն հավատար, արդարության համար, որ ես իմ հորս քով գերտամ եւ ալզից չեք տեսներ, եւ Թադաստանի համար, որ այս աշխարհին իշխանը թադաբարդված է։ Հիմա հասկացանք ով է այս աշխարհին իշխանը։ Իսկ Եփեսացիս 2-րդ գլուխի մեջ առաքյալը գսե Եփեսացիս 2 2-րդ համար որոնց մեջ ադենոք գքալեիք այս աշխարհին բռնած ջամփովը այս օթին իշխանությանը իշխանին ուզածին պես այն ոգին որ հիմա ապստամբության որդիներու ներսիտին գներկորձե իսկ 6-րդ Եփեսացիս 6:12-ի մեջնալ գսե վասնզի մեր բادرազմը արյունի ու մարմինի հետ չէ հաբա իշխանություններու ու պետություններու հետ եւ այս խավար իշխանին
իշխաններուն հետ, երկնավորներուն մեջ եղող չար ոգիներուն հետ։ Գտեսնեք ով է այս աշխարհին իշխանը։ Աշխարհի մարդիկ կմերժեն խաղաղության իշխանը եւ առանց Քրիստոսի խաղաղություն եւ ապահովություն գուզեն ստեղծել։ Եվ մինչ անոնք այս ուղղությամբ գաշխատին խոստանալով խաղաղություն եւ ապահովություն, այն ադեն գորուստը հանգարձակի անոնց վրա պիտի հասնի գսե առաքյալը։ Անցյալ տարի 2025 թվականին հոկտեմբերին Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխի մեջ Միացյալ Նահանգներու նախագահային գլխավորությամբ եւ մեծ երկիրներու նախագահներու եւ թագավորներու ներկայությամբ միջին արևելքի մեջ խաղաղություն հաստատելու համար համաձայնագիր մստորագրվեցավ։ Ներկաները գխոստանային, որ խաղաղությունը եւ ապահովությունը պիտի դիրե։ Շատերու կողմէ Ամերիկայի նախագահը դեսան որպես աշխարհի փրկիչը, ուստի արժանի է խաղաղության մրցանակը ստանալու շքանշանին։ Խաղաղությունը սիրելներ ըսկանչելի բան է եւ անհրաժեշտ է։ Մենք գաղութենք, որ մարդիկ խաղաղություն գտնեն, սակայն որու հովանավորությամբ դեղի պիտի ունենա, հարցը հոս է։ Աստուծո թե սատանայի ու սուտ մարգարեն։ Մարդոց փնտրած խաղաղությունը առանց Քրիստոսի է։ Այս է ողբերգությունը։ Մարդիկ Քրիստոսը կմերժեն, մյուս կողմեն խաղաղություն գսեն եւ խաղաղություն կխոստանան եւ այդ ուղղությամբ գաշխատին։ Հետևաբար առաքյալը Հիսուսի վերադարձին առնչությամբ նշան մը գիհիշե երրորդ համարի մեջ որ գարտացինք եւ նշանը այս է. երբ մարդիկ այս աշխարհի իշխանին հովանավորությամբ ծրագիրներ կմշակեն խաղաղության եւ ապահովության համար եւ գսեն խաղաղություն եւ ապահովություն է հանգարձակի գորուստանոց վրա պիտի հասնի։ Անոնց վրա, որոնք հոգևոր քունի մատնված են։ Խաղաղ քունի մեջ ապրող մարդու նման, որ հանգարց գարթնա, երբ քողը դունը մտած է արդեն գողոպտած է ու կացած է եւ ինք լուրջ ունի, արդնալեն ետք ամեն բան ուշ է։ Առաքյալը գսե հղին երկունքին բես։ Ինչպես որ հղի գնոջ ծնանելու ցավերը հանգարց կուքան, ճիշտ այդպես Քրիստոսը մերժողներու վրա պիտի կա գորուստը եւ պիտի չազատին գսե։ Այսինքն գորուստեն պիտի չազատին։ Իսկապես մեծ ողբերգություն է բոլոր անոնց համար, որոնք գքնանան։ Հիմար գույսերու նման։ Այո, լապտերներ ունեն, բայց քնացան։ Եվ երբ ցայնը լսվեցավ, ահա փեսան գուքա, արթնցան, սակայն ամեն բան ուշեր։ Լապտերներու մեջ յուղ չունեին, եւ յուղը Սուրբ Հոգին խորհրդապատկերն է։ Լապտերները շտկեցին, սակայն յուղ չունեին, մույսերը ունեին։ Ինչ կհասկանանք։ Կհասկանանք, որ անոնք, որոնք լապտերներ ունեին, շարունակ Սուրբ Հոգին դրամատրված հավատացյալներ էին։ Անոր ներքործությունը գվայելեին։ Սուրբ Հոգին ամեն օր անոնց ներսիտին գկործեր, եւ այսպեսով անոնք արթուն մնացին, իսկ մույսերը Սուրբ Հոգին լրեցուցին, չդրամատրվեցան անոր, չուզեցին անոր ցայնը լսել, անոր առաջնորդությունը մերժեցին, եւ այսպեսով փեսան եկավ եւ պատրաստ եղողները հարսնիքը մտան, այդպես կգարտանք։ Մույսերը կացին, որ յուղ առնեն, երբ վերադարձան, դեսան, թե թուրը կոծվեցավ։ Թուրը կոծվեցավ, սիրելներ, շատ
ըզգայացունց եւ վտանգավոր խոսք մնե Թուրը կոծվեցավ գնշանագե ամեն բանի վախճանը հասավ վերջացավ ալ ամեն բան իր ժամանակին երբ չլա ալ մեր ցերկեն գորսունցնենք եւ գսե բիդի չազադին գորուստեն գարտամ երրորդ համար անգամ եւս երբ ասելու ըլլան ով գսե անաբաշխար մարդիկ ոչ հավատացյալները երբ ասելու ըլլան թե խաղաղություն ու ապահովություն է այն ադեն գորուստը հանգարձակյանոնց վրա պիտի հասնի հղին երկունքին պես ու պիտի չազադին ասված որմի մեր ժողովրդին որոնք Քրիստոսի անունը գգրեն բայց հոգևոր քունի մեջ են գքնանան Սուրբ Հոգին լրեցուցած են անորետ չեն ուզեր կորձակցիլ Աստծո խոսքը գանարքեն չեն հնազանդիր Աստծո խոսքին որտեղ Սուրբ Հոգին Աստծո խոսքի միջոցով գկորձե մեր մեջ մեզ գբադրաստե օրեոր գմակրե գզդե եւ այսպես երբ դերը կա մենք բադրաստ կլանք բայց երբ Սուրբ Գիրքը բահարանի մեջ թրված է մարդիկ չեն գարտար մտքերնին չեն լուսավորվիր Սուրբ Հոգին անոց մեջ չի կորձեր եւ եկեղեցվո փեմերենալ աստվածային ճշմարտություններ չքարոզվիր այսպեսով անոնք գմնան թմրած եւ քնացած եւ երբ փեսանքա ամեն բան իր վախճանին պիտի հասնի աղոթենք մեր սիրելիներուն համար մեր հարազատներուն համար որբեսի անոնք արթնան ըսկաստանան աստվածային ճշմարտություններով հետաքրքրվելու սկսին ժամն է այլևս ժամանակն է որ Աստծո խոսքը մարդիկ գարտան սերդեն խորհին լրջությամբ առնեն հարգեն Աստծո խոսքը եւ ոչ թե գիրագի եկեղեցի հաջախել եւ բարձենալ անցյալով մենք այսպես ենք մենք այնպես ենք եւ այլ ասոնք փուչ խապկանքներ են սուտ մխիթարություններ են թող Աստված այցելե մեր ժողովրդին երանի թե մեր ասկի մեջ մեծ արթնություն բկա առաջ որ դերը վերաթարնա շատեր արթնան եւ Տեր Հիսուս Քրիստոսը ընդունի որպես Տեր Թագավոր եւ Փրկիչ իրենց սրտերում մեջ այն ադեն խաղաղություն պիտի ունենան Դերը գամի կալ ուրբաթ պիտի շարունակենք 4-րդ համարեն Աստծո խաղաղությունը ծեր բոլորինը դլա իր փառքին համար ամեն